Երեք կետի ուղղակի կարճ անդրադառնամ, ես սկզբի խոսքի մեջ դրանք չանդրադարձա, ըստ էության կանդրադառնամ հետադարձությանը ժամկետին եւ օրինական գույք բռնագանձելուն։ Հետադարձության հարցը դες դրիվ համամիտ եմ, սահմանադրական դատարանը ըստ էության օգտվելով օրենքի ամենահակասահմանադրական դրույթից այն է վերնագրից շրջանցեց։ Ինչի եմ ասում վերնագրից, որովհետեւ երբ որ քննարկում ենք արդյոք պետք է ժամկետ լինի, որից հետո ապօրինի գույքը չեն կարող բռնագանձենք, որովհետեւ ողջամիտ մարդու մոտ չի ասելու, էլի ապօրինի գույքը թող դառնա օրինական։ Եվ հարցը մի քիչ վերաձևակերպենք եւ որ ապօրինի բառի փոխարեն օգտագործենք այն տերմինը, որը գրված է օրենքի մեջ, այսինքն արդյոք որոշ պետք է ժամկետ լինի, որից հետո դու պարտավոր չլինես փաստաթղթերով, փոխանցումներով, կտրոններով եւ մնացած թղթերով ապացուցել քո մոտ արկա գույքի ձեռբերման օրինականությունը, այստեղ բոլորի մոտ հարց առաջանում, որ այո, ինչ որ ժամկետ հետո պետք է խնդիր չլինի։ Եվ սահմանադրական դատարանը 21 թվականին որոշման համար այսը կցիտեմ, այստեղ ուզում եմ միանգամից հայցային վաղեմության հետադարձության տարին անդրադարձ կատարեմ, ըստ էության, երբ որ քննարկում էր վաղեմության ժամկետների հոդվածները, հստակ արձանագրել է, որ վաղեմության ժամկետը դա արդար դատաքննության շատ կարևոր տարր է։ Համարյա կցիտեմ այս սահմանադրական դատարանի տեքստը, որպեսզի կողմերը ժամանակի բավականին շատ անցած լինելուց հետո ստիպված չլինեն ապացուցեն որոշակի փաստեր, որոնք ժամանակի անցնելուց հետո համարվում են անհավանական կամ հավանական։ Եվ այս նույն խնդիրն է, երբ որ մենք խոսում ենք 90-ականների մասին, ոչ միայն նրանով պայմանավորված, որ 90-ականներին անցումային փուլեր, կարող անցումային փուլեր չլիներ, այսինքն ոչ մի մարդ չէր կարող ենթադրել, որ իր բոլոր աշխատանքային պայմանագրերը, ծառայությունների պայմանագրերը, բոլոր փոխանցումները, բոլոր ստացված դրամական միջոցները, նվիրատվությունները, ծննդին որ նվեր են տալիս, ասես սպասի մատ այս նվերով նկարվեմ կամ բերեք մի հատ պայմանագիր կնքենք, որ նվեր եք տվել, որպեսզի հետագայում հնարավորություն ունենար ապացուցել համապատասխան գույքի ձեռբերման օրինականությունը։ Ավելին, շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում։ Յուրաքանչյուր զավակ, ով իր ծնողից ստացել է նվեր եւ ծնողը արդեն մահացել է, չպետք է հիմա ստիպված լինի ապացուցել, որ իր ծնողը օրինական եկամուտներ ուներ եւ այդ օրինական եկամուտներով ձեռք էր բերել իր համար բնակարան եւ նվիրել իրեն։ Եվ ավելին, չպիտի ստիպված լինի նվեր ստանալուց 20 տարի հետո զրկվել պայմանական կամ ռիսկ ունենալ, որ կզրկվի իր բնակարանից, ասում են, ես սկզբից չտայիք, ես գնայի իմ բնակարանը, ես առնեի։ Մոտավորապես այս տարբերակն եմ ուզում բերել, որպեսզի պատկերացնենք։ Հետևաբար հայցային վաղեմության հարցով շատ հստակ է մոտեցումը, որ պետք է լինի 10 տարի։ Ինչի եմ ասում պետք է լինի 10 տարի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այդ մոդելը արդեն իսկ 2005 թվականին ներդրել է։ 2005 թվականին Հայաստանը միացել է ԵԽ-ի կոռուպցիայի դեմ քաղաքացիական կոնվենցիային, անունը կարող է սխալացա, բայց քաղաքացիական կոնվենցիային կոռուպցիայի, որտեղ սահմանված է, որ վաղեմության ժամկետները պետք է լինեն համեմատաբար երկար եւ 3 տարի եւ 10 տարի, 10 տարի գործարքի պահից։ Եվ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական օրենսգրքում 333 պրիմ 1 հոդվածն է ավելացրել 2005 թվականին, որով սահմանվել է 10 տարի։ Տպավորություն է ստեղծվում, թե կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել է 20 թվականին, 18 էլ չէ, 19 էլ չէ, 20 թվականին, մինչև 20 թվականը այդպես կոռուպցիան լավ բան էր, Հայաստանում բոլորին ասում են գնացեք զբաղվեք կոռուպցիայով եւ կոռուպցիայի դեմ պայքար տեղի չի ունեցել։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը բավականին մեծ ծավալի հակակոռուպցիոն եւ կոռուպցիաների համասնակցել եւ օրենսդրություն նախատեսել, հայտարարման տարբեր մեթոդներ ներդրել եւ այս սրա լույսի ներքո երրորդ կետին եմ ուզում անդրադառնալ, այսինքն ակնհայտորեն վատթարացնում է, որտեղ խնդիրը չի գնում բռնագանձման իրավունք տալու մասին, խնդիրը գնում է գույքը փաստաթղթերով չհիմնավորվող գիծ ապօրինի որակելու մասին։ Երկրորդ խնդիրը եւ այս լույսի ներքո առավել խնդրահարույց է դառնում օրինական գույքի բռնագանձումը։ Բոլոր հայցադիմումներում, որով ես տեսել եմ, ասում են բռնագանձել այս գույքը, այսքան դրամական միջոցներ, որը ենթադրվում է, որ ձեր մոտ է հիմա ու դա ապօրինի է, եւ ձեր օրինական եկամուտների հաշվին հետագայում ասենք ինչ որ թիվ։ Պայմանական ասած, ունեցել եք նախկինում ապօրինի գույք, ծախսել եք, այդ ծախսած փողը, ընդ որում այդ ծախսել եք մոտավորապես հետևյալն է, կարող գան ասեն այս շենքը դուք եք առել, հետո վաճառել, առել եք 100 միավորով, վաճառել 300 միավորով, ասում եք այս շենքը հետ ոչ մի կապ չունեմ, ասում եք փաստացի մենք գիտենք, որ դուք եք առել, ապացույցներով հիմնավորում ենք, որ դուք եք առել այս շենքը, 3 տարի հետո էլ վաճառել, առնելու պահին այդ փողը չունեիք, հետևաբար դա ապօրինի եք առել,
ընդ որում ձերեն լրիվ օրինական եկամուտներն են ծախսում սրա վրա, հետո վաճառքի ստացված գույքը դե ակնհայտորեն ապօրինի է, հետևաբար ինքը, այսինքն դուք այդ շենքի հետ ոչ մի կապ չեք ունեցել, չեք առել, չեք վաճառել, վարձով չեք տվել, չեք տնօրինել, այդ շենքում չեք եղել, բայց ասում եմ մենք կապացուցենք, որովհետև բանո քրեական գործ կա, ենթադրենք, որտեղ մենք մի հատ վկա ասում է դե իմ կարծիքով ձերն է։ Պայմանական։ Հիմա դատարանը ինչ կանի այդ ուրիշ հարց է, բայց մենք պետք է հասկանանք, որ անձի իրավունքների միջամտությունը սկսվում է այն պահին, երբ որ պետությունը որևէ մարմնի դեպքով որոշում է կայացնում այդ անձի վերաբերյալ որևէ բան ուսումնասիրել։ Այսինքն, հենց որ ձեր վերաբերյալ որոշեցին տեղեկատվություն հավաքել, դա համարվում է միջամտություն։ Այսա շատ մեծ շփոթմունք կա։ Անձին մեղադրանք առաջադրելու ստանդարտը միեդով շատ ավելի բարձր է, քան ազատազրկելու։ Այ անձին, որ դու ինչ-որ բանում կասկածում ես ու սկսում ես իրան քրեականն եմ բերում օրինակը, նույնը քաղաքացիականն է, պետությունը իրավունք չունի անկապ տեղը հետաքրքրվի որևէ քաղաքացով։ Դա ընդհանուր ազատության սկզբունքն է եւ բխում է Սահմանադրության առաջին, երկրորդ եւ երրորդ հոդվածներից։ Ես ուղղակի ուզում եմ հետադարձության հարցին եւ ճիշտ է, նախարարի պաշտոն զբաղեցնող անձը ելույթում դեռ ասաց, որ մենք հենց կքննարկենք անհրաժեշտ է ավելացնել թե ոչ, ես իր հետ համաձայն եմ, ժամկետ ավելացնելու կարիք չկա, օրենքը պետք է ուժը գործած ճանաչվի եւ մեխանիզմը ամբողջականացվի գործող օրենսդրության համահունչ, ճիշտ մեխանիզմներով, ճիշտ հաշվարկներով, հետադարձության խնդիրը լուծելով, մնացած բոլոր հարցերը լուծելով։ Բայց եթե այս օրենքը պիտի ուժի մեջ մնա որպես այդ անունը այդ համար ունեցող օրենք, ակնհայտորեն ժամկետի հարցը պետք է լուծվի եւ ժամկետի հարցը լուծելու խնդրի մեջ նաեւ շատ կարեւոր է, որ քաղաքացիայի իրավական ժամկետները չպետք է կորեն, որովհետև այն ժամկետը, որը սահմանված է օրենքի 8-րդ հոդվածում, ասում է, որ 3 տարի պետք է տևի ուսումնասիրությունը եւ ասում է, այդ ժամկետի խախտումով բերված հայցը համարվում է ժամկետը անցած։ Ոչ միտեղ գրված չի, որ ուրիշ հայցային վաղեմության ժամկետներ չեն գործում։ Չկա, ուրիշ ոչ միտեղ չկա, որ այլ հայցային վաղեմության ժամկետներ չեն գործում։ Դա ոնց են շրջանցում, ցիտում եմ, Հայաստանի Հանրապետության, ցիտում եմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի իրավունք չի խախտվել։ Այս հայցադիմում, ասում եմ, այս հայցը, որ ներկայացրել եք, որ իրավունքն եք պաշտպանում, ասում եմ, ոչ մի իրավունք չի խախտվել։ Սա նույնպես ցույց է տալիս, որ մենք դասական քաղաքացիա-իրավական հարաբերությունների մասին չենք խոսում։ Դասական քաղաքացիա-իրավական հարաբերություններում, եթե քո իրավունքը չի խախտվել, դու ուղղակի չես կարող գնալ դատարան։ Չկա տարբերակ, էլի դու գնում ես դատարան բացառապես սեփական իրավունքների պաշտպանությամբ։ Սա ուղղակի վերջին միտքը, ես հարցերին Շնորհակալ եմ շատ։